Խաղաղություն ձեզ Աստծո ժողովուրդ, թող Տիրոջ անունը փառավորվի, որ այսօր նորից մեզ բոլորիս կյանքը տվել, բերել աստեղ մեր արժանիքներից չի, այլ միայն Տիրոջ մեծ ողորմությունն է։ Այսօր ուզում եմ իրար հետ մի հատ նայենք սերմնացանի առակը։ Առաջի հայացքից թվում է շատ պարզ բան է գրված եւ շատ պարզ բացատրություն է, բայց շատ մեծ ծավալի ինֆորմացիա կա այստեղ։ Միշտ զարմացել եմ, թե Տերը ոնց է կարողանում շատ կարճ բառերի միջոցով այդքան շատ բան փոխանցի մարդուն։ Մենք Մատթեոսի ավետարանի մեջից կարդանք, մետաքրքիր բան ասում է մի սերմնացան ելավ սերմ ցանելու։ Երբ նա սերմանում էր, հատիկների մի մասն ընկավ ճանապարհի եզերքին, եւ թռչունները եկան ու կերան դրանք։ Ուրիշ հատիկներ ընկան ժայռոտ մի տեղ, ուր շատ հող չկար, եւ որովհետեւ հողը խորություն չուներ, իսկույն բուսան, բայց երբ արևը ելավ, խանձվեցին, եւ քանի որ արմատ չունեին, չորացան։ Ուրիշ հատիկներ ընկան փշերի մեջ, եւ փշերը բարձրացան ու խեղդեցին դրանք։ Իսկ ուրիշներն ընկան լավ հողի մեջ եւ պտուղ տվեցին, մի մասը մեկի տեղ 100, ուրիշները 60 եւ կամ 30։ Ով լսելու ականջ ունի, թող լսի։ Հետո բացատրում է աշակերտներին, թե ինչ նկատի ուներ։ Տերը բացատրում է, որ այդ սերմնացանը, որ սերմը ցանում էր, դա Աստծո որդին է։ Դա այն խոսքն է ասում երկնքի արքայության մասին։ Եվ ասում է, ուրեմն լսեք, թե ինչ է ուզում ասել սերմնացանի առակը։ Ճանապարհի եզերքին գտնվող հողը, որի մեջ ընկավ սերմը, նման է այն մարդուն, որ լսում է Աստծո արքայության մասին քարոզչությունը, բայց չի հասկանում։ Չարը գալիս եւ հափշտակում է նրա սրտում սերմանվածը։ Մի հետաքրքիր է, որ փորձենք հասկանանք ինչ է նշանակում։ Աստծո խոսքը լսում է, այսինքն մարդկանց 4 տեսակ կա բաժանում Տերը։ Այն առաջի տեսակը այն մարդն է, որ լսում է Աստծո խոսքը, Աստծո արքայության մասին քարոզչությունը, բայց ասում է չի հասկանում։ Աստծո խոսքի մեջ sense խոսք է գրված, ասում է եթե լսել սիրեք կհասկանաք։ Այսինքն այդ մարդը թվում է թե իրան հետաքրքիր չի դա ինչ որ լսում է ինքը, բայց ինքը չի հասկանում։ Մի ուրիշ տարբերակ էլ կա չհասկանալու։ Օրինակ ես նկատել եմ, մարդ կա Աստծո խոսքը շատ արագ կարդում է։ 100%, 99 չեմ ասում, 100% արագ կարդալու դեպքում ոչինչ չես հասկանալու ստեղ։ Այս այն գիրքը չի, որ դու կարողանաս արագ կարդաս։ Ցանկացած գեղարվեստական գրականություն կարաս արագ կարդաս, բայց ստեղ այնքան խիտ է գրած, որ բան չես հասկանում։ Ես հիշում եմ, մեր մոտ մի անձնավորություն կար, մենք նոր էինք սկսել գալ պաշտամունքների, խոսացինք, ասեց 36 թե 38 անգամ արդեն կարդացել եմ Աստվածաշունչը, հետո մի քիչ ժամանակ անցավ, մեկը իմացան գնաց է դարել սուտ վկա, բայց իր խոսալուց երևում էր, որ ինքը ոչինչ չի հասկանում իր կարդացածից, որտեղ ինքը բացարձակ կապ չուներ այն կյանքի հետ, որով ինքը պետք է ապրեր, որովհետև երբ որ արագ ես կարդում, դու չես կարողանում հասկանաս։ Ինչ է ասում է այդ ճանապարհի եզերքին գտնվող հողը, ասում է, որի մեջ ընկավ, նման է այն մարդուն, որ լսում է Աստծո խոսքը, Աստծո արքայության մասին քարոզչությունը, բայց չի հասկանում։ Շատ անգամ լինում է, որ մարդը լսում է քարոզությունը ու բավարարվում է դրանով։ Բայց Աստծո խոսքը ասում է, դու պետք է այդ օրենքի վրա մտածես ցերեկ ու գիշեր։ Երբ որ դու սկսում ես մտածել, Աստված սկսում է հասկացնել։ Քանի մենք չենք մտածում լսածի վերաբերյալ, մենք ոչինչ չենք հասկանալու։ Ես հիշում եմ մի անգամ այդ ինտերնետը նոր արդեն շատացել էր, արդեն հնարավորություն կար շատ բան լսելու։ Մեր գործի տեղն էլ այնց էր, որ շատ ազատ ժամանակ կար։ Միացնում ենք տարբեր քարոզներ ենք լսում, հետո մի օր մի հատ տենց Տերը երազ ցույց տվեց, երկար ժամանակ ում պատմեցինք, ինչ ասենք, ոչ մեկ ոչ մի բան չհասկացավ, ուրեմն տեսնում եմ, ես կանգնած եմ իմ առաջ գետնին, այսպես տարբեր չափերի սպիտակ, լավն է սպիտակ, ոնց որ համարյա
թափանցիկ, բայց այդքան էլ թափանցիկ չի, սպիտակ գույնի, տենց կլոր բաներ էր դրած ու դիմացս մի հատ սև գույնի, տենց սև շատ քիչ ալնում էլի, որ բնության մեջ հանդիպի, լրիվ սև մեծ մի հատ կապիկ էր կանգնած ու արագ-արագ ես իմ առաջից վերցնում էր այս բաները։ Սա նայում եմ, ասում ինչ անում ես։ Ու տենց երկար ժամանակ չհասկացանք։ Հետո պատահաբար չեմ հիշում ինչ առիթ էր, Տերը հասկացրեց, որ այս այնա, որ դու լսում ես քարոզները, թվում է թե դա արդեն դու գիտես, բայց քանի որ դու չես մտածել այդ ասացի վրա, դա քոնը չի դառնում, եւ նա գալիս թշնամին եւ տանում է։ Եվ այս այդ առաջի վիճակն է, այսինքն դու կարաս լինես եկեղեցու անդամ, կարաս լինես երկար տարիների հավատացյալ, բայց ոչ մի պտուղ չունենաս, որովհետև դու չես մտածում Աստծո խոսքի վրա։ Դու այն խոսքը, որ լսել ես, դու չես փորձում հասկանալ, դու չես կարդում, չես խնդրում, որ Տերը հասկացնի, չես փորձում հասկանալ այն բառերը, ինչի համար է Տերը այս բառերը ասել։ Եվ սերը աճելու համար ինչի ասում, եկավ տարավ, սեր չթողեց մնա, որտեղ որ մնար, սերմը բուսնելու համար խոնավություն է պետք եւ ջերմություն է պետք։ Այսինքն կարիք կա Աստծո խոսքը կարդալու եւ կարիք կա արևի, որը Աստծո ներկայությունն է, երբ որ դու սկսում ես աղոթք անել, Աստված այցելում է եւ այդ երկու բանը իրար հետ այդ սերմը դարձնում է պտղաբեր։ Եվ քանի որ մարդու կյանքում կարդալը եւ աղոթք անելը բացակայում են, ինչ որ լսում է, ոնց որ հայկական սովորության համաձայն ասում են, ասում մի ականջից մտնում, մյուս ականջից դուրս է գալիս, բայց ինքն իրան դուրս չի գալիս, թշնամին գալիս եւ տանում է այդ։ Մտածում ես, բա ոնց կարա Աստծո դրածը նա գատանի։ Աստված ոչ մեկին ոչինչ չի պարտադրում։ Ազատություն է տվել, բացարձակ ազատություն է տվել եւ ասում է ընտրեք կյանքը, որպեսզի ապրենք։ Եվ շատ անգամ մենք ժամանակ չենք ունենում։ Ասում ենք, հա դե կարդանք էլի։ Մինչև մենք ժամանակ գտնենք այդ կարդանք, արդեն այդ սերմը տարած է լինում։ Ասում է ժայռոտ հողը նման է այն մարդուն, որը Աստծո խոսքը հազիվ լսած ուրախությամբ ընդունում է այն։ Սակայն սերմն արմատ չունի իր մեջ, այսինքն նա հավատում է մի որոշ ժամանակի համար, եւ երբ նեղության եւ Աստծո խոսքի համար հալածանքի ենթարկվի, իսկույն կկորցնի իր հավատը։ Վաստորեն երկրորդ տիպը մարդկանց այս բոլոր ինչ որ խոսակցությունը գնում է, սա խոսում է հիմնականում Աստծո խոսքը լսող մարդկանց մասին։ Այն որ աշխարհում ապրում են ընդհանրապես չեն լսել, դրանց մասին չի, որտեղ ասում է լսելուց հետո ինչպիսի հետևանք է ունենում այդ մարդու մոտ։ Եվ ասում է ժայռոտ հողը հիմնականում մարդիկ գիտեն, երբ որ ժայռոտ է տեղը, ոչ մեկ սերմ չի ցանում։ Նույնիսկ երբ որ ուզում են ինչ-որ դաշտում սերմ ցանել, մի հատ հողը փխրացնում են, եթե քարեր կա, աշխատում են այդ հանեն այդ քարերը, որտեղ այդ քարերի արանքում նորմալ չի աճելու։ Եվ սերմը երբ որ ցանում են, քարերի մեջ եղած ժամանակ, երբ որ սերմը շատ մակերեսին մոտ է անգնում հողի մեջ, ովքեր որ հողի հետ գործարել են, շատ լավ գիտեն, ինքը շատ արագ ծլում է, բայց քանի որ արևը տաքացնում է, ինքը մակերեսին մոտ է, շատ շուտ չորանում է ինքը, եւ ինքը ոչի բան չի տալիս։ Ու շատ անգամ սերմի խորությունն էլ կապ ունի, եթե շատ էս խորը ցանել չի ծլում, չի կարում այդ հող այդքան ծակի դուրս գա։ Այսինքն դա ինչ որ գիտություն կա, սերմ ցանող ինքը գիտի ոնց է ցանում։ Մնացածը էս ինքը ցանում է, բայց մնացածը մարդու գործն է։ Հետարքիր է Աստծո խոսքի մեջ sense խոսք է գրած, ասում է արմատները կիչացնի արմատներ կտա ներքևում եւ պտուղ կտա վերևում։ Այսինքն այն արմատները, որ սերմը սկսում է մեռնել եւ իր մեռնելու ընթացքում ինքը տալիս է արմատ։ Տեր ասեց, եթե սերմը չմեռնի, ինքը ոչ մի պտուղ չի տալու։ Հետևաբար, երբ որ սերմը սկսում է մեռնել, ինքը արմատներ է տալիս, այդ արմատները միայն ներքևում է, միայն Աստված գիտի։ Միայն Աստված գիտի, թե մենք ինչպիսի կյանքով ենք ապրում։ Արդյոք մենք Աստծո խոսքը լսելը, Աստծո խոսքի վրա մտածելը
միայն բավարարվում ենք եկեղեցում, թե տանել ենք կարդում, մտածում ենք Աստծո խոսքի վրա, ինչպիսի աղոթքներ ենք մենք անում, շատ անգամ լինում է մանավանդ փոքր երեխեքին հարցնում ես աղոթք կարել ես, ասում հա, ասում ոնց է որ չեմ տեսել, այդ անտեսանելի աղոթքներ եք անում, այդ ինչ անտեսանելի կարդում եք, որ ոչ մեկ չի տեսնում, ուրիշ գործերը տեսնում են, բայց դա չեն տեսնում, բնական է դա չես կարող պահես, բայց ասենք քո տան մեջ է դու տեսնում ես, բայց ուրիշի տան մեջ ինչ իմանաս, մարդը ինչ կյանքով ապրում, իսկ եթե դու այդ կյանքով չես ապրում, դու արմատ չունես, հետևաբար դու շատ շուտ կչորանաս։ Ես հիշում եմ մի օր Սողոմոն աղբերը մի հատ բան պատմեց, ասում է պատմում է թե Աստված ոնց է գործում այնտեղ շատ անգամ Եվրոպայում, որ տարբեր տեղեր քարոզում ես, մարդիկ ոնց են ընդունում, ալմա լավ են ընդունում, ալմա վատ են ընդունում, ասում է մի եղբայր ասեց, ես էլ եմ ուզում գամ հետդ գնանք այնտեղ քարոզենք, բանանենք, ոսի շատ լավ կլինի, ինչ կլինի, որ ավելի լավ երկուսով կլինենք, մենակ չեմ ելնի, ասում է, ասի էլ եմ ասեմ տենա միշկականից ուզում է, ասեցի, բայց մի բան պետք է ասեմ, գիտես, ասում է մեկ-մեկ այնտեղ Աստծո խոսքը քարոզելու համար, ասում է մեկ-մեկ ծեծում են, ասում է, ինչ անենք, ասում է, բայց ճիշտ է որ ասեմ, ասում է մեկ-մեկ շատ փիս են ծեծում է, ասում է, ասես դեմքը մի քիչ խոժոռվեց, ասեց էլ մի հատ կնոջս հետ խորհրդակցեմ, նոր քեզ կասեմ, ասի, հա, փոշմանեց, այսինքն բաներ կա, նեղություններ կա, որ մարդը, ասում է, խիբր ես նեղություն քաշեմ, երբ որ մարդու նեղությունը հասնում եւ մարդը զարմանում է, որ նեղությունը հասել իրան, այդ ինչի ենք մենք զարմանում, որովհետեւ մենք Աստծո խոսք չենք կարդում, որովհետեւ եթե մենք Աստծո խոսք կարդալու լինենք, մենք նեղությունից չենք զարմանա, որտեղ Տեր Հիսուսը ինքը ասում է, Հովհաննեսի ավետարանի մեջ շատ բարձ ասում է, այս կյանքում դուք նեղություն կունենաք, այսինքն այդ նեղությունը անպակաս է լինելու քրիստոնյային, եթե քրիստոնյա նեղություն չի քաշում, ուրեմն ինքը ապրում է մի ինչ-որ տարօրինակ կյանք, որը չի համապատասխանում Աստվածաշնչին։ Հակառակ դեպքում նեղություն պետք է լինի։ Երբ որ կարդում ենք Գործք առաքելոց գիրքը, ասում է առաքյալների հետ շատ զորությունով Սուրբ Հոգին գործում էր եւ ասում է իրանց վարքը տեսնելով ժողովուրդը հիանում էին իրանց ապրած կյանքի համար։ Դրանից մի քիչ հետո մյուս գլխում եկել ասում է նեղություն եղավ եւ ասում է բացի առաքյալներից մնացածը բոլորը փախան Հայաստանից տարբեր տեղեր եւ սկսեցին քարոզել։ Այսինքն, երբ որ դու մի քիչ արդեն ամրանում ես, Աստված թույլ է տալու նեղություն, եւ այդ նեղությունը պատճառ է լինում, որ դու Աստծո խոսքը քարոզես։ Ասում է ձեզ կտանեն ատյանների առաջ, կձերբակալեն, ասում է այդ ժամանակ դուք իմացեք, որ դա ձեր համար առիթ է լինելու, որպեսզի դուք Աստծո խոսքը քարոզեք։ Պողոսը չէր կարող գնալ կայսրի առաջ կանգներ, բայց ինքը բողոքեց կայսրին, ասին դե որ կայսրի առաջ ես բողոքում, կգնաս կայսրի առաջ կդատվես, եւ ինքը գնաց կայսրի առաջ կանգնեց եւ քարոզեց։ Այսինքն դա առիթ եղավ, որպեսզի ինքը քարոզի։ Տարբեր ատյանների առաջ կանգնեց եւ քարոզեց։ Եվ շարունակության մեջ մյուս տարբերակ ասում է փշերով ծածկված հողը նման է այն մարդուն, որը լսում է Աստծո խոսքը, բայց երկրային կյանքի հոգսերը եւ հարստության հրապույրը խեղդում են այդ խոսքը եւ նա անպտուղ է դառնում նրա մեջ։ Փաստորեն նայեք, բոլորը գիտեն, որ սերմը ցանելուց առաջ մի հատ այդ հողը փորում են, շրջում են այդ հողը, ինչ որ փշեր կա այդ արանքից հանում են, հետո նոր ցանում են։ Այս մարդը, այն մարդն է, որ չի ուզում հրաժարվի այն փշերից, որը խեղդելու է։ Աստծո խոսքի մեջ պարզ երևում է, այն նրանք, ինչ որ Աստծո խոսքը փշերը անվանում, դա մեր համար ցավոք սրտի փշեր չեն։ Նկարագրում է Տերը, դրանք ինչ են այդ փշերը։ Ասում է երկրային կյանքի հոգսերը։ Այդ մեր կյանքում տես մարդ կա, որ երկրային կյանքի հոգս չունի։ Տես մարդ չկա։ Հարստության հրապույրը, հետարքիր է, հարստությունը չի ասում է հարստության հրապույրը, երբ որ մարդը հրապուրված է, ինքը հարուստ չի, բայց ինքը ձգտում է հարստանալու, Աստծո խոսքի մեջ ասում է մի ձգտիր հարստանալու, քո այդ հասկացողությունից դադարիր, որովհետև միշտ հարստություն ձգտումը մնում է
ինչքան էլ մարդու ունեցվածքը ավելանա, ինքը միշտ ավելին է ձգտելու, եւ այդ ձգտումը երբեք վերջ չունի, եւ ասում այլ տեսակի ցանկությունները, հաճույքները, որոնցով ապրում են տարբեր ավետարաններում լրացնում է ինքը, այսինքն ցանկություններ կան, որոնք մարմնի համար հաճելի են, հաճույքներ կան, որ մարմնի համար են դրանք հաճույք, բայց դրանք հոգու համար հաճույք չեն, դրանք հոգու համար նեղություն է, հոգին գտնվում է այդ ժամանակ բանտում, երբ որ մարմինը անում է իր ուզածը, եւ հոգին մահացած վիճակում է, որ եղբայրները միշտ ասում են, եթե երկար ժամանակ հաշես ուտի, ինչ կլինի, երբ որ երկար ժամանակ դու զբաղված ես քո մարմնավոր հոգսերով, մարմնավոր ցանկություններով, ձգտումներով ինչ որ բանի հասնելու, այսօր ինչի համար են մարդիկ մեծ հարստություններ ունեն եւ շարունակում են ձգտել, որպեսզի հարստանան։ Մի օր մեկը ասեց, դրեցի հաշվեցի, ինչքան մարդիկ կան, որ $1 միլիարդ ավել գումարներ ունեն եւ ուզում են ավելի ավելացնեն։ Ընդամենը մի հատ բան ասեմ, կարա հաշվեք, այդպես քանի հոգի գիտեք, որ օրական $1,000 ավել գումար է ծախսում, ես տես մարդ չգիտեմ։ Եթե ունենաս $1 միլիարդ եւ նրա վրա ոչ մի տոկոս չգա, $1 միլիարդ, եթե դու օրական ծախսես $1,000, որպեսզի ծախսես այդ ամբողջ գումարը, քեզ պետք է 2700 տարի։ Քանի սերունդ կարա այդ գումարը ծախսի։ Սովորական թվաբանություն է, բաժանեք օրերի թվի վրա, տեսեք։ Իսկ եթե մարդը շատ այնց մեծ ախորժակիթեր է եւ ուզում է շատ ծախսի, եթե օրական $10,000 ես ծախսում, էլի չես կարող ծախսես 270 տարի է պետք, այսինքն մի քանի սերունդ անցնելու է, բայց մարդիկ չեն բավարարվում դրանով, միշտ ձգտում, ավելացնենք եւ դա վերջ չունի։ Եվ դրա համար ասում է Տերը հարստության հրապույր է, այդ հարստության հրապույրը արտահայտվում է տարբեր ձևերով, մարդիկ երկար ժամանակներ ծախսում են, որպեսզի 2 կամ պատահում է 3 բարձրագույն կրթություն ստանան, որպեսզի կարողանան ավելի մեծ գումարներ աշխատել, բայց ուզում ես հասկանաս, այդ ինչի համար է դա արվում, եւ դա վերջ չունի, այս կյանքի հոգսերը հետարքիր է, առաջի տեղում Տերը դրել է կյանքի հոգսեր, որտեվ կարող է դու հարստության չես ձգտում, հիմնականում հարստության չեն ձգտում, երբ որ հնարավորություն չեն ունենում, մարդկանց մոտ է տենց է, կամ դու քեզ որոշում ես, որ դա ինձ պետք չի, իմ համար ավելի կարևոր է Աստծո խոսքը պահելը, Աստծո խոսքի վրա մտածելը, քան թե միտքը զբաղված լինի ուրիշ բաներով։ Հիմնականում տենց է, ասում աշխատավորը, ասում աշխատավորի քունը հանգիստ է լինում, ժողովողի մեջ պարզ ասում շատ կուտի, քիչ կուտի, բայց ասում հարստի այդ հարստությունը, այդ հագեցվածությունը ասում իրան քուն չի տալիս, չի կարում քնի, դե հիմա որն է լավ, քիչ ունենաս հանգիստ քնես, թե շատ ունենաս ու չկարողանաս քնես, այսինքն դուրս է գալիս մարդը ինքը իրան տանջելու հատկություն ունի, մտածում է ոնց անեմ, որ տանջվեմ, բայց ինքը չի հասկանում, որ տենց վիճակի մեջ է հայտնվել։ Եվ ասում է հաճույքները, որոնցով ապրում են։ Հետարքիր է, այս ինչ որ Տերը թվարկում է, այս ամեն ինչը մարդիկ կան, որոնց մեջ դրանք բացարձակ չկան։ Կարակ ասեք ովքեր են։ Ոչ մեկի մեջ չկա։ Տեսակ կա մարդկանց, որ այդ հատկությունները ոչ մեկի մեջ չկա։ Դա ասեմ, կասեք հա էլի, երեխեքն են։ Երեխեքի մեջ չկա տեսման, ոչ կյանքի հոգս ունեն, երբեք չի մտածում, որ ինչ անեմ, որ կարողանամ վաղը հաց ուտեմ, գիտի, ինքը գալու է, սովածա, գալու է պապայի, մամային ասի, սոված եմ, ինքը ուտելու է, ինքը չի մտածում դրա մասին, ինքը ողջ չի պահում, եթե նույնիսկ իրար հետ կռվեցին, մի րոպե հետո իրար հետ բարիշած իրար հետ խաղում են, եթե հանգարց կռիվը տեսան ծնողները, կարող է մի ամիս ծնողները իրար հետ չխոսան, բայց երեխեք իրար հետ խաղում են։ Հետարքիր է, չէ, երբ տեսել եք երեխեքը մտածեն ոնց անենք հարստանանք, իրենց չի տարկրում, իրանք խաղով, իրանք գործով ընկած, այսինքն իրանք պարզ են, դրա համար Տերը ասեց, եթե ես մանուկների նման չլնեք, երկնքի արքայություն չեք մտնի, այսինքն այն ինչ որ իրանք ունեն, մենք չունենք արդեն, մենք ասում ենք, մենք իմաստություն ենք ձեռք բերել, մեծացել ենք,
Բայց շատ անգամ մենք հայտնվում ենք շատ ավելի վատ վիճակում, քան թե երեխեքն են, որովհետև մենք ինչ-որ ձգտումներ ունենք, որը աշխատում է մեր հոգու դեմ։ Եվ 4-րդ վիճակը ասում է, իսկ լավ հողը նման է այն մարդուն, որը լսում է Աստծո խոսքը ու հասկանում եւ պտուղ է տալիս։ Մեկի փոխարեն 100, մեկ ուրիշը 60 եւ մեկ ուրիշը 30։ Տենց բան էլ լսած կլնեք, շատ անգամ ասում են, այս հրա վրա խոսակցություն է գրում, որ երբ որ ցորենը ցանում են, հասկը կամ 60 կամ 30 կամ 100 հատ հատիկ է ունենում։ Ու հետո վիճաբանություններ ալնում, մեկը ասեց, չէ, ես հաշվել եմ, այդքան չի լինում, բայց ով ասեց, որ այդտեղ Տերը խոսում է հացահատիկի մասին։ Դες բան չի ասում։ Խոսում է Աստծո սերմի մասին։ Այսինքն մեկի դիմաց 100, երբ որ դու հասկացել ես, որ դու կարիք ունես Աստծո եւ դու ձգտում ես, որպեսզի Աստծուն նմանվես, դու սկսում ես Աստծո արքայությունը ուրիշներին քարոզել եւ հնարավոր է, որ քո կյանքում դու կարողանաս 100 հոգի շահես, 60 հոգի շահես, 30 հոգի շահես կամ ոչինչ չշահես։ Ոչինչ չես շահում, երբ որ ինքդ շահված չես։ Երբ որ դու փրկությունը առաջնային տեղում չես տեսնում, երբ որ դու չես հասկանում, որ դու երկինք պետք է գնաս, հավիտյան ընդեղ պետք է լինես։ Երբ որ քո ցանկությունները միայն երկրային է, երբ որ դու աշխատում ես ունենաս, բայց հարաբերությունները Աստծո հետ մղված են երկրորդ պլան։ Մի դեպք կա, մի դասախոս մի հետաքրքիր բան է ասում է պարզ օրինակով ցույց է տալիս ուսանողներին, թե որն ավելի կարևոր։ Ասում է վերցնենք մի հատ sense աման է վերցնում, թափանցիկ, ասում է այս ամանի մեջ ավազը լցնենք, ես կան ավազը լցնում, հետո ասում է կարաք մի քիչ էլ sense փոքր քարեր լցնեք, հետո ասում է մեծ քարեր կարաք լցնեք, չի տեղավորվում։ Դե ասում է իսկ եթե հակառակն անենք, մեծ քարերը լցնում է մինչև բաժակի վերջը, ամանի վերջը, հետո ասում է մի քիչ ավելի փոքր քարեր է լցնում, այդ մեծ քարերի արանքից փոքր քարերը գնում տեղավորվում են, հետո այդ նույն ավազն է լցնում, լրիվ գնում տեղավորվում է, հետո այդ մի բաժակ էլ ջուր է լցնում, լրիվ տեղավորվում է։ Ասում է տեղավորվեց, փաստորեն տեղավորվեց, տեղերը փոխեցինք, տեղավորվեց։ Դե ասում են, հա, ասում է եթե ձեր կյանքի մեջ դուք կարևոր բաներ առաջ դնեք, այն մանր բաների ժամանակ կլինի, բայց երբ որ դուք ձեր կյանքը վատնում եք անիմաստ բաներով, արդեն այն կարևորի ժամանակ չի մնում։ Այսինքն մենք պետք է որոշենք մեր կյանքում ինչն է կարևոր եւ կարևոր բաները առաջ դնենք, որովհետեւ եթե մենք կարևոր բաները առաջ չենք դնում, հետո դրան ժամանակ չի մնալու։ Ոչ մեկ չի ասում, եթե գործի ես գնալու, ոչ մեկ չի ասում, սպասի գնամ, լավ մի քիչ մանգամ, հետո գնամ գործի։ Գործի ժամը, բայց կարևոր է, չէ՞, որտեվ ինչ են գնում աշխատելու, որովհետև եթե չաշխատենք, ոչ մեկ գումար չի վճարելու դրա համար։ Դա կարևոր է։ Բայց հակառակումը կա, եթե մենք այսօր չենք աշխատում երկնքի արքայության համար, ո՞նց ենք ուզում ստանալու այն, ինչ որ խոստացված է։ Բայց ո՞նց ենք մենք ցույց տալիս, որ մենք սիրում ենք Տիրոջը, որտեղ ասում է, ով ինձ սիրում է, իմ խոսքը կպահի։ Եթե մենք չենք պահում, ուրեմն մենք չենք սիրում Տիրոջը։ Եթե մեր փափագը չի Աստծո խոսքը, եթե մենք չենք ուրախանում Աստծո խոսքի վրա մտածելով, Աստծո խոսքի հետ ժամանակ անցկացնելով, մենք չենք կարող Տիրոջը համոզենք։ Ուրիշներին կարող է համոզենք, բայց Աստծուն չես կարող համոզես։ Ինչքան ժամանակ ծախսեցիր իմ խոսքը կարդալով։ Ասես դե ես ուշ է եկել, հա, հասկացանք, կարաս ուշ գաս տուն։ Բա առավոտ, բասմա հոգնած էի։ Մի քիչ շուտ վեր կենայր։ Այն ժամանակը, որ մենք ծախսում ենք անիմաստ բաների վրա, մենք կարանք այդ ժամանակը չծախսենք անիմաստ բաների վրա, ոչ մեկ մեզ չի ստիպում, բայց մենք կարանք գիրք կարդանք եւ մտածենք Աստծո խոսքի վրա, այդ ժամանակ այն խոսքը, որ մենք լսել ենք, թե կարդալով ենք հասկացել, թե Աստծո խոսքը ինչ որ մեկը մեզ ասել է, դա սկսում է պտուղ բերել, դա սկսում է ծլել եւ պտուղ է բերում։ Եվ առաքյալների մենք ասում ենք առաջի դարի եկեղեցին, ինչպիսի կյանքով էր ապրում առաջի դարի եկեղեցին եւ ինչ կյանքով ենք ապրում մենք, ինչ որ չի համապատասխանում իրար հետ։
Դրա համար էլ առաջիկա դարի եկեղեցում Աստծո զորությունը կար, գործում էր մեծ զորությունով եւ եկեղեցին ամեն օր աճում էր։ Այսօր շատ տեղերում եկեղեցիները չի աճում, ոնց կա տես մնում է։ Ոչ մի անդամ չի ավելանում։ Էրլոն մի հատ դեպք է պատմում, ասում է մի սև անձնավորություն, ասում է, որ նույնիսկ կարդալ չգիտեր, լսել էր Աստծո խոսքը եւ ասում է մի օր անհանգստացել է։ Ասում է մի շաբաթ է ես չեմ կարացել ոչ մեկին շահեմ Քրիստոսի համար։ Եվ ասում է աղոթ կանում եւ ասում է երազում ձայն է լսում։ Ասում է գնա կարդա Եսայի մարգարեության 59 գլխի առաջի 2 խոսքերը։ Ասում է եկավ ինձ ասեց Աստվածաշնչում Եսայի մարգարեություն կա։ Ասեցի հա։ Ասել 59 գլուխ ունի։ Ասեցի հա։ Ասած կարաս առաջի 2 խոսքերը կարդաս։ Ասում է կարդացի, ասում է ինքը հասկացավ։ Ասում է ինքը հասկացավ, որ ձեր անօրենություններն ա, որ բաժանում ա, որտեվ Աստծո ձեռքը չի կարճացել։ Եվ ասում է անմիջապես ինքը փոխվեց եւ նորից սկսեց հոգիներ շահել։ Բայց մենք կարանք տարիներով ոչ մի հոգի չշահենք։ Եվ շատ հանգիստ ենք։ Մենք բավարարվում ենք միայն պաշտամունքի գալ գնալով, բայց ոչինչ չի փոխվում մեր կյանքում։ Մեր կյանքը պետք է կողքիններին անհանգստացնի։ Եթե մեր կյանքը կողքիններին չի անհանգստացնում, եթե մեր կողքինը վատ չի զգում իր նրանից, որ ինքը մեր նման չի, ուրեմն մենք իր նման ենք։ Իսկ այս մարդիկ անհանգստացնում էին, առաջի դարի եկեղեցին կողքինները բոլորը հրյա էին, բայց բոլորին անհանգստացնում էին իրանց վարքով եւ ոչ մեկին բան չէին ասում։ Ասում է իրանց վարքը մարդկանց վրա ազդում էր եւ մարդիկ հիացած էին իրանցով։ Ոչ թե ասում էին էս ով են այս մարդիկ, այլ ասում է հիացած էին իրանցով եւ հասկանում էին, որ այս մարդիկ իրանց նման չեն։ Հետևաբար իրանց մոտ հարց էր առաջանում, ես ո՞նց է որ այս մարդիկ իրանց նման չեն։ Ինչ փոխվեց շատ կարճ ժամանակում այս մարդը այսօր ուրիշ մարդ էր, այսօր մեկ էլ հոп ուրիշ մարդ դառավ։ Եվ ոչ մի մեղադրանք չէին կարող ներկայացնել։ Դրա համար ուզում եմ, որ մեր միտքը այսօր կենտրոնացնենք Աստծո խոսքի վրա։ Այն մյուս Ղուկասի ավետարանում մի հատ լրացում անում է 4-րդ գլխին, հետարքիր ասում է բարի եւ ուրախ սրտով լսում են Աստծո խոսքը, ընդունում են այն եւ հարատևելով պտուղ են տալիս։ Հետարքիր բառ է գրած հարատևելով, այսինքն մի անգամ չեն պտուղ տալիս, անընդհատ պտուղ են տալիս։ Եթե դու ուզում ես պտուղ տաս, եթե դու ուզում ես ծառը պտուղ տա, դու չես կարող ծառը ստեղից ընդեղ անընդհատ տեղափոխես։ Ծառը, պտղատու ծառը, եթե դու տեղից տեղ տեղափոխեցիր, այդ տարի ինքը պտուղ չի տալու։ Մաքսիմում մյուս տարի կարող տա, բայց այդ տարի ինքը եթե չչորացավ, ինքը պտուղ չի տալու։ Այսինքն, եթե դու անընդհատ այդ գործի մեջ չես, անընդհատ այս խոսքը կարդալու եւ սրա վրա մտածելու մեջ չես, մենք չենք կարող պտուղ տալ։ Ինչքան էլ մենք աշխատենք ուրիշների մոտ լուրջ դեմքեր անել, շատ անգամ ասում է լուրջ դեմքը դա ասում է խելքի իմաստության նշան չի։ Շատ լուրջ դեմքեր կարաս անես, աշխարհում ինչքան լուրջ դեմքեր կան, բայց դա ոչինչ չի փոխելու։ Բայց եթե մենք մտնում ենք Աստծո խոսքի մեջ եւ Աստծո խոսքը մեր կյանքում առաջի տեղում է լինում, հաստատ Աստված բարձրացնելու է ժամանակին եւ օգտագործելու է մեզ որպես ծառ եւ շատերը այդ պտղից օգտվելու են։ Եվ ասում Աստծո արքայությունը մի առակ ասես Տեր ասես նման է մանանեխի հատիկի, որ ասում է մարդը սերմանում է իր հողի մեջ, իր հողամասի մեջ, հետարքիր է եւ ասում է երբ որ դա ծլում է, հետարքիր մի բան ասում Տերը, այնտեղ ասում է բոլոր սերմերից ավելի փոքր է։ Լսած կլինեք, չէ՞ որ ասում են մանանեխի հատիկը ամենափոքր սերմն է։ Դες բան չի ասում Տերը։ Բոլորը գիտեն, որ մանանեխի հատիկը ամենափոքր սերմը չի։ Սերմ կա ընդամենը բջիջ է իրանից ներկայացնում։ Ինքը ասում է մանանեխի հատիկը ո՞նց ես դու սերմանում։ Այդ տենց էլ Աստծո խոսքն է։ Ասում է դու քո ողամասի մեջ դու սերմանում ես, բայց ասում է ինքը երբ որ աճում է, ինքը բոլոր ասում է տունկերից ավելի մեծ է լինում, մեծ ծառ է դառնում։ Եվ ասում է երկնքի թռչունները գալիս են հանգստանում են նրա վրա։ Այսինքն մեր կյանքի փոփոխությունը պետք է հասցնի նրան, որպեսզի ուրիշները մեր միջոցով հանգստանան, հանգիստ գտնեն, մխիթարություն գտնեն։ Հակառակ դեպքում, եթե չկա մեր մեջ այդ բանը,
ուրեմն մեր մոտ ինչ որ մի բան սխալ է։ Մենք կարիք ունենք մեր կյանքը վերանայելու, ինչի համար Աստված մեր միջոցով չի գործում, ոնց որ գործում էր առաջի դարի եկեղեցու միջոցով։ Մենք ամեն մեկս կարիք ունենք քննելու մեր ներսը, եւ երբ որ հասկանանք ամեն մեկս, ոչ մեկս պետք է ուրիշին չքննենք։ Դու չգիտես ուրիշին ինչի համար է Տերը կանչել։ Այդպես մի բան կա, ասма, մի տեսիլ կա եղել մեկի հետ, ասма հովիվը կանգնած պաշտամունքի ժամանակ քարոզելուց ալնում, ասма եւ տեսնում է մի հատ պսակ է իջնում, ասма դա մի հատ մեծ պսակ է իջնում, մի հատ փոքր, ասма այդ հաստատենին իմ գլխին է իջնում, այն մեծ պսակը տենաս այն փոքր ում գլխին է իջնում, ասма իջնում, այն մեծ պսակը գնում է մի հատ ձեր քույրիկի գլխին է իջնում, մի հատ փոքր պսակ գալ իր գլխին, ասма ո՞ս Տեր այսքան ժամանակ ես այսքան ծառայում եմ, այսքան քարոզել եմ եկեղեցում, ասма Տերը ասում է այն քույրիկը եթե քո համար աղոտ չաներ, դու ոչ մի բան չէիր կարող անել։ Այսինքն շատ անգամ մենք դիմացին նայում ենք իբր բա ինքը խիչի sense բաներ անում։ Համար ինչա դիմացինին տրված, դու ինչ գիտես։ Դրա վրա մի հետաքրքիր խոսք ասեց Տերը Պետրոսին, ասում է երբ որ Տերը ասեց ձեզանից կան ոմանք, որ մահ չեն տեսնելու, մինչև որ ես կգամ։ Ասում է Տերը, որ Պետրոսին ասեց քեզ գոտիդ պիտի կապեն, կտանեն այնտեղ, որտեղ դու չես ուզենա գնա։ Ասում է երբ որ Տերը ասեց այդ Հովհաննեսի մասին, ասում ինքը գիտեր, որ Հովհաննեսի մասին ասում, որ մահ չի տեսնելու, Պետրոսը մի անգամից խառնվեց իրար։ Ասեց Տեր, բա իր հետ ի՞նչ պետք է լինի։ Հիշում եք, չէ՞, Տերը ինչ ասեց։ Ասեց, եթե ես ուզում եմ, որ ինքը մնա մինչև ես գամ, քեզ ինչ։ Այսինքն դու քո գործով զբաղվի։ Այսինքն մենք մեզ բոլորիս դա վերաբերվում է, քեզ ինչը մեր վրա է։ Մենք երբեք պիտի ոչ մեկին չնայենք։ Այս մարդը ինչ անում, այս մարդը խիչ եկավ, այն մարդը խիչ եկե պաշտամունքի, այն մարդը ուշանում է։ Իմ հետ մի անգամ մի երկու անգամ տես դեպք եղել է, դրանից հետո ես ոչ մեկին չեմ նայում, այս խի ուշացավ։ Մի երկու անգամ եղավ, ահագին ուշացած եկան, ասի, ահա, իմ մտքում էլի բնական է, պաշտամունքի եկե ուշացած։ Եկե պաշտամունքի վերջում այդ ով ուշացել էր, եղավ, կանգնեց, ասել, մի ասենց աղոտ կա, այս մարդը նեղության մեջ է, հիվանդանոց էին գնաց է, որ ասում է ամոթից ուզում ես գետինը մտնես։ Այդ մարդը խաբար էր, այդ մարդուն տարել էր հիվանդանոց, եկել էր, բայց իմ կարծիքով ես իրանից առավել եմ, որտեղ ես չի ուշացել պաշտամունքից։ Հիմա ով էր դա ավելի հոգևոր։ Դրա համար մենք մեզանով զբաղվենք եւ ուրիշներին ոչ մեկին ոչ մեղադրենք, ոչ թարս նայենք, ոչ բարձրացնենք, ոչ իջացնենք, ամեն մեկս մեր համար պետք է պատասխան տանք։ Խնդրենք թող Տերը մեզ ողորմություն անի։ Շնորհակալ ենք Սուրբ Արդար Աստված քո մեծ ողորմությունների համար Տեր ջան, որ մեր Տերն ես, մեր Աստված ես, որ դու կամեցել ես Տեր, որ մենք ապրենք, որ դու կամեցել ես Տեր, այսօր կյանք ես տվել Տեր, որ դեռ հələ ժամանակ ունենք ուղղվելու Տեր եւ քո առաջ կանգնելու Սուրբ Արդար Աստված, օգնի պատրաստի քո ժողովուրդը, քո եկեղեցին, որովհետեւ շատ շուտ ես վերջի օրերի մեջ Տեր, որ օրերը վերջանում է եւ քո ժողովուրդը պետք է կանգնի քո առաջ եւ պետք է պատասխան տա Սուրբ Արդար Աստված, օգնի Տեր ջան, որպեսզի ամոթով չգտնվեն քո առաջ կանգնելուց Սուրբ Արդար Տեր, քո ողորմությունն ենք խնդրում, ողորմությունը տանես, առանց քո հոգու մենք ոչինչ չենք կարող անել, օգնի զորացրու քո Աստվածային հոգին առատապես թափի ես վերջի օրերի մեջ, արթնացրու քո ժողովուրդը, փրկվածների թիվ ավելացրու Սուրբ Արդար Տեր, ողորմությունը տենք խնդրում, փառավորում ենք Սուրբ անունը Տեր, արժանի եք Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, հալելույա։